Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլաֆել, օր մայիսի 1 և ասեց. ով մեր հայրերի Տեր Աստվածը, դու չես այն երկնքում բնակող Աստվածը և ազգերի բոլոր թագավորությունների վրա տիրողը, և քո ձեռին է զորությունը և ուժը, և մեկը չի կարող քեզ դեմ կենալ։ Երկրորդ Մնացորդաց 20-րդ գլուխ 6-րդ խոսք։ Եկեղեցին ողորմության բոլոր գործերում ճանաչում է Աստծո ձեռքը։ Տեր, մեր ամեն գործերն էլ դու գործեցիր մեզ համար։ Եսայի 26-րդ գլուխ 12-րդ խոսք։ Եվ բոլոր սերունդների սրբերի բարեպաշտ ու հաստատուն սովորությունն է եղել, որպես թանկագին գանձ պահպանել իրենց օրերում պատահած առավել նշանավոր և հիշարժան նախախնամությունների հիշատակը։ Այսպես Մովսեսը աստվածային առաջնորդությամբ գրեց հիշատակի գիրք ամաղեկի դեմ ստացված այն հաղթության մասին, որ եղավ աղոթքի պտուղն ու պատասխանը, և այնտեղ զոհասեղան կանգնեցրեց Եհովա Նիսսի գրությամբ, այսինքն Տերը իմ դրոշն է։ Ելից 17-րդ գլուխ 14-15 խոսքեր։ Այսպես էլ Մուրդքեն և Էսթերը ամեն ջանք գործադրեցին, որպեսզի Համանի դավադրությունից եղած այն նշանավոր փրկության հիշատակը հավիտյան պահպանվի, սահմանելով Փուրիմի տոնը որպես տարեկան հիշատակություն։ Եվ այս օրերը պետք է հիշվեն և տոնվեն ամեն դարերում, ամեն ազգատոհմերում, ամեն գավառներում և ամեն քաղաքներում, և այս Փուրիմ օրերը հրեաների միջիցը պակաս չլինեն, և նրանց հիշատակը չվերանա նրանց սերնդիցը։ Եսթեր 9-րդ գլուխ 28-րդ խոսք։ Այս նպատակի համար տեսնում ենք սաղմոսներ գրված հիշեցնելու համար։ Սաղմոս 70-րդ գլուխ վերնագիր։ Տեսնում ենք նաև, թե ինչպես են ծնողները իրենց զավակներին համապատասխան անուններ տալիս, որպեսզի ամեն անգամ նրանց նայելիս նորոգեն Աստծո ողորմությունների հիշատակը։ Առաջին Թագավորաց 1 գլուխ 20-րդ խոսք։ Եվ այդ նույն պատկերը տեսնում ենք նաև, որ այն վայրերը, որտեղ նշանավոր նախախնամություններ են եղել, նոր անուն են ստացել ոչ այլ ուրիշ բանի համար, քան հավիտյան պահելու այն քաղցր այցելությունների հիշատակը, որոնցով այնտեղ իրենց հոգիները վերականգնվել կամ թարմացվել են։ Այդպես Բեթելը ստացավ իր անունը։ Եվ նույնն էլ այն ջրհորը, որի մոտ Հագարը իր նեղության մեջ ժամանակին մխիթարվեց հրեշտակի կողմից և կոչեց ջրհորը Լահայ-Ռոյ, այսինքն ինձ տեսնող և կենդանի Աստծո ջրհորը, կամ նրա ջրհորը, ով ապրում է և նայում է ինձ։ Ծննդոց 16-րդ գլուխ 14-րդ խոսք։